Վանաձայն, լավագույն և հարաստ։ Բարև ձեզ հարգելի ունգընտիրները վագընտիրներ, Վանաձայնի եթերով և թիմադեդրի էջով ձեզ հետ ենք ներկայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Այժմ կներկայացնենք հայկական աշխարհի այսօրվան լուրերուն խորակիրները։ Դաշնակցական Արա Նախշկարյան ձերբակալված։ ՀՅԴ հայտարարի կենտրոնական խորհրդի հայտարարություն։ Երևան համաձայն է Տեհրանի Հայաստան գազի արտադրումը կրկնապատկելու առաջարկին։ Դերսիմի հայկական ամենեն մեծ եկեղեցին փլուզման եզրին։ Ցուցահանդեսեն հերացված մենք ենք մեր սարեր նկարը Արարատի կակատին։ Երեկ առավոտյան Իրդունեն ձերբակալվեցավ հայ հեղափոխական դաշնակցության անդամ համազգայինի հայ գրթական և մշակութային հիմնադրամի Գյումրի գրասենյակի տնօրեն Արցախյան պատերազմներում մասնակից Հայաստան դաշինքի պատգամավորի տեխնազու Արա Նախշկարյանը։ Անոր դեմ քրեական գործ հարուցված է ազգային ժողովի ընտրություններուն նախորդող օրերուն հերացայինային զրույցներու կանխալսումով։ Մեղադրող կողմը պահանջեց իբրև խափանման միջոց Արա Նախշկարյանի դեմ կիրարկել 2 ամսվան գալանք։ Նախշկարյանի պաստապան Հրիփսիմե Կասպարյան հայտնեց, որ հագազեղծարարության դատարանը ավելի ուշ անոր դեմ կիրարկեց դնային գալանք իբրև խափանման միջոց։ Հայտնենք, որ ձերբակալված է նաև Հայաստանի դեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի 21 տարեկան ուսանողուհիմը, որ եղած է Հայաստան դաշինքի հանձնաժողովի անդամ։ Երեկ հայ հեղափոխական դաշնակցության հայտարարի կենտրոնական խորհուրդը հրապարակեց հայտարարությունը, որում մեջ անգնշ է։ Ռուսիո արտաքին գործոս նախարարության փամփեր Մարիա Զախարովը հայտարարեց, որ հապգը չեր կրնար ներգրավվել եւ միջամտել Ղարաբաղի հագամարտության, որովհետեւ Հայաստան դվյալ տարածքը չեր ճանչնար ոչ իբրև իր մեկ մաս եւ ոչ իբրև անկախ պետություն։ Անհրաժեշտ է արձանագրել, որ 44 օրվան պատերազմի ընթացքին Հայաստան չէ դիմաց հապգին։ Սխալ է նաև այն բացարձակ բնդումը, թե Հայաստան դվյալ տարածքը չէր ճանչնար իբրև անկախ պետություն։ Սխալ է նաև, որ Հայաստան լիարժեքորեն ճանչած է Արցախը իբրև անկախ պետություն։ Իրականությունը այն է, որ երբ Յահկի Մինսկի խումբը համանախագահող պետությունները Միացյալ Նահանգները, Ռուսիան եւ Ֆրանսան գործեին իբրև համանախագահներ, միշտ դեմ էին Յահկի Մինսկի աշխատանքեն դուրս Արցախյան հիմնահարցի որևէ ղեկավարումի։ Անոնք փորձած են խոչընդոտել թե Արցախի միջազգային ճանաչումի աշխատանքը եւ թե հարցին ղեկավարումը այլ հարթակներ տեղափոխելու փորձերը։ Նշենք, որ միջնորդ կողմերը գլխավոր բարդավորությունն է մշտապես լալ հագամարտության ղեկավարումի աշխատանքներում մեջ եւ լիովին բացառել ուժի կամ ուժի սպառնալիքի գիրարգումի որևէ դրսևորում։ Հայաստան պաշտոնապես միակողմանիորեն չէր ջանցած Արցախը իբրև անկախ պետություն, որբեսի արիտ դա Յահկի Մինսկի աշխատանքներու բանակցություններուն։ Սակայն Հայաստան Արցախը ընդունած էր իբրև դե ֆակտո պետություն եւ բանաձ էր պետական ու միջպետական հարաբերություններու լայն համագարկ, ներառյալ դիվանագիտական ներկայացություն, միջպետական վարկեր, միջկառավարական, միջխորհրդարանական եւ միջկերադեսչական համաձայնագիրներ, պաշտոնական պատվիրակություններու փոխանակում եւ պետական պաշտոններու փոխադարձ ճանաչում։ Սխալ եւ պաստերու խեղաթյուրում է Ադրբեջանի արտաքին գործոս նախարարության մամլո ծառայության ղեկավարին արձագանքը Մոսկվայի ներկայացուցիչին հայտարարության իբրև թե Ղարաբաղի տարածաշրջանը միջազգային հանրության Ռուսիո կողմէ մշտապես ջանչված է իբրև Ադրբեջանի անբաժանելի մաս։ Յահկի Մինսկի խումբի համանախագահող պետություններու կողմէ հատկապես նոյեմբեր 2007-ին ներկայացված ղեկավարումի բոլոր առաջարկները նախադեсած են Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ինքնորոշման իրավունքին իրականացման ճանապարհային քարտեզը։
Անհրաժեշտ կնկատենք այս ճնշումները եւ հստակացումները կատարել թե մեր ժողովրդի եւ թե միջազգային հանրության համար, որովհետեւ նաեւ այս փաստերու վրա հիմնված է այն հանգամանքը, որ արցախցիները կհետաբնթեն արտարադատության միջազգային դատարանի կողմէ ամրագրված իրենց վերադարձի իրավունքը։ Իսկ հոհիտը հայտարարի համագարկը իր բոլոր գարելիություններով գաճակցի այդ իրավունքին իրականացումին։ Նշեց հայ հեղափոխական դաշնակցության հայտարարի գետրոնական խորհրդին հայտարարությունը։ 26 հուլիսին Թեհրանի մեջ Հայաստանի դարածքային կառավարումի եւ ենթագարություններու նախարար Դավիթ Խութատյան դեսակցեցավ Իրանի ուժանույթի նախարար Աբբաս Ալիապադիի հետ։ Մամլո արտազրույցի ընթացքին Խութատյան հայտնեց, որ Հայաստան համաձայն է Իրանեն գազի արտադրումի ծավալները ավելցնելու Թեհրանի առաջարկին։ Ան հայտնեց, որ գազի էլեկտրականության թիմաց ծրագիրի ձիրին մեջ իրանյան գազի ծավալները կգրնան առնվազն կրկնապատկվել։ Խութատյանի համաձայն երկուստեք շահավետ այս աշխատանքը լայնելու շուրջ հայկական եւ իրանյան կողմերը պերանացի համաձայնած են, իսկ մնացյալ հարցերու լուծումը հարաճիգային ստեղծվելիք աշխատանքային խումբերու իրավասության ձիրին մեջն է։ Հայաստան ունի ավելի մեծ ծավալով գազ ստանալու անհրաժեշտություն։ Իրան ունի ավելի մեծ ծավալով էլեկտրականություն ստանալու անհրաժեշտություն։ Մեր խողովակաշարին ներկա կարողականությունը ավելի մեծ է, քան այս բահուն անգե հոսող գազը, ըսավ Խութատյան։ Խութատյանի անցյալ շաբթվան դեսակցությունեն ետք Իրանի ուժանույթի նախարարը դեղեկացուց, որ Թեհրան Երևանին առաջարկած է արևդրական նոր շրջանակ, որ նպատակ ունի ընդլայնել բնական գազի արտադրումը։ Մինչդեռ անչուզեց նշել, Թեհրանը թե Երևանը առաջարկած են ավելցնել իրանյան գազի արտադրումի ծավալները։ Միայն ընդգծեց, որ հետաքրքրությունը երկուստեք է, նշելով եւ մեր ներկա խողովակաշարին կարելիությունը եւ 400 կիլովատ հզորությամբ գիզին կառուցման կարելիությունը մեզի արիտ կուտան աշխատանքի ծավալները կրկնապատկել ավելի մեծ ծավալով։ Այսինքն կրնանք Իրանին առնվազն 2 անգամ ավելի էլեկտրականություն արտադրել, փոխարենը 2 անգամ ավելի շատ գազ ստանալ, շեշտեց Խութատյան։ Գրեթե 20 տարի առաջ կառուցված Իրան-Հայաստան գազադարը դարեգան ավելի քան 2 միլիարդ խորանորդ մետր գազ արտադրելու կարողություն ունի, սակայն անդարիներ շարունակ գոկտակորձե իր կարողության չնչին տոկոսը։ Անցյալ տարի Իրանեն Հայաստան արտադրված է միայն 480 միլիոն խորանարդ մետր գազ։ Հայաստան դարիներ շարունակ գազ էլեկտրականության թիմաց ծրագիրի ձիրին մեջ Իրանեն ստացած գազը կվերածե էլեկտրականության եւ կփոխանցե Թեհրանին, այսինքն հայաստանցի սպառողներուն չի հասնիր այդ գազը։ Նախարարը նշեց, որ փոխշահավետ այս գործարքին ծավալները մեծնելու, ավելի շատ գազ ստանալու եւ ավելի մեծ քանակով հոսանք Իրան արտահանելու համար անհրաժեշտ է, որ վերջապես ավարտի Իրան-Հայաստան գայանին կառուցումը, որ գրեթե 10 տարի է կշարունակվի։ Նախարարը հույս հայտնեց, որ երկարատև ցկցկումները յետք աշխատանքները ավարտին կհասնին մինչև դարեվերջ։ Թեհրանի հետ ուժանույթի մարզի համագործակցությունը զարգացնելու եւ գազի մատակարարումի ծավալները ավելցնելու Իրանեն հնչող հայտարարությունները հաջորդեցին Ռուսիո կողմէ Հայաստանին մատակարարվող գազի գինի բարձրացումի զգուշացումներուն։ Նախագահ Պուտին անցամբ զգուշացուց Փաշինյանը այս գծով. Մոսկվա 1000 խորանորդ մեդը գազը Երևանին կվաճառե $177, մինչդեռ Եվրոպայի մեջ անգարժե շուրջ $600։ Թուրքիո Դերսիմի ներկայիս Թունչելի Հոզատ Քավարի Էրգեն այժմ Գեչիմլի գյուղին մեջ գտնվող հազարամյա Սուրբ Հարություն հայկական եկեղեցին, որ ծանոթ է նաև Էրգանի վանկանունով, դարիներու անխնամության հետևանքով փլուզման անմիջական վտանգի տակ կգտնվի։ Կարաշեն ջարդարավետությամբ, գամարագաբ մուտքով եւ բادرու կանտազարդումով հատկանշվող եկեղեցին կնկատվի Դերսիմի բազմամշակութային անցյալի ամենեն կարևոր վկաներեն մեկը։ Սակայն գարիսը երկար տարիները ի վեր չէ վերանորոգված եւ շարունակ կվնասվի թե բնական պայմաններու եւ թե կանցախույզներու աբորինի գործողություններուն հետևանքով։ Եկեղեցվո քարերեն մասը վնասված կամ կողծված է, մինչ մնացյալ բادرում վրա զանազան կրություններ արձանագրված են։ Հագարականոր, որ 2012-ին Էրզրումի մշակութային ժառանգության պահպանության խորհուրդը ընդունած էր Թունչելիի նահանգային մշակույթի եւ զբոսաշրջության վարչության թիմումը
Եկեղեցու բահբանության անհրաժեշտության մասին, սակայն մինչև այսօր վերականգնումի կամ բահբանության որևէ աշխատանք կատարված չէ։ Քրդական լրատվամիջոցներու համաձայն քյուրին բնակիչները կպահանջեն, որ հայկական եկեղեցին վերականգնի եւ վերածվի հավատքի ու մշակութային զբոսաշրջության կարևոր կենտրոնի։ Քյուրի բնակիչ Հայրի Ելդեզ Պետական մարմիններու անդարբերությունը քննադատելով նշեց, որ քյուրացիները պատրաստ են իրենց կարգին պատմական գարույցը պաշտպանելու։ Այլ բնակիչը Մեհմեդ Օղուզ շեշտեց, որ պատմական եւ կրոնական արժեքները պետք է պահպանվին, այլապես անոնք պիտի գործվին վերջնականապես։ 975 թվականին կառուցված Էրգանի վանքը կնկատվի Դերսիմի հայկական ամենեն մեծ եկեղեցին։ Գարույցի ներքին բادرում վրա մինչև այսօր պահպանված են հայադար արձանագրություններ։ Պատմական վկայություններով համաձայն հայոց ցեղասպանության տարիներուն Էրգանի վերջին քահանան ողջագիզված է նույն եկեղեցվո մեջ։ Սուրբ Հարություն եկեղեցին 1915-ին ի վեր դադրած է գործել է։ Շաբաթներ առաջ լայն արձագանք ստացավ Արցախեն 11 տարեկան Եվա Դանիելյանի նկարին պատմությունը, երբ ան վերցվեցավ Երևանի երաժշտական դպրոցներեն մեկուն ցուցահանդեսեն։ Այս արձագանքը ավելի բարձր հնչեց եւ խորհրդանշական դարձավ, երբ Արցախը խորհրդանշող Բաբիկ Մամիկի նկարը օրեր առաջ բարձրացավ Արարատ լերան կակատ։ Այս խորհրդանշական քայլը նվիրվեցավ յուրաքանչյուր մարդու հիշողության իրավունքին եւ այլն արժեքներուն, զորս կարելի չէ վերցնել որևէ արգելքով։ Արշավի մասնագետներուն համաձայն իրենց աշխատանքը պատասխան էր այն պատմության, որ հասարակական լայն արձագանք առաջացուց Հայաստանի մեջ։ Եվ այ աշխատանքը, որ նվիրված էր Արցախ վերադարձի գաղափարին, արտոնություն չէր ստացած դպրոցական ցուցահանդեսին մասնակցելու։ Հիշողությունը արիք չէ չնչելու, ըսավ վերելքի մասնագետներն մեկը։ Մենք կցանկանք մեր աջակցությունը հայտնել եւ այն եւ ցույց տալ, որ արդարությունը եւ բարությունը վեր են ամեն ինչը, իսկ ամենեն կարևոր արժեքները անկարելի է արգելել։ Անոնք կոչ ուղեցին երիտասարդ նկարչուհին շարունակելու ստեղծագործել, նկարել եւ երբեք չվախնալ արվեստի միջոցով ազատորեն արտահայտվել է։ Առաջին օրվան է Երևանի մեջ, երբ դպակրեցինք այս նկարին դարբերակը, մարդոս մեծ ստացանք անվերաբահ աջակցություն, թե Եվայի եւ թե մեր աշխատանքին։ Արարատ բարձրացողները նշեցին, որ Արարատի կակատին բարձրացված նկարը խորհրդանիշ դարձավ, որ գոյություն ունին արժեքներ, որոնք վեր են որևէ արգելք է։ Հիշողությունը, հայրենի հողին հանդեպ սերը եւ ստեղծագործական ազատությունը։ Շեշտելով, որ ստեղծագործական ազատությունը կարելի չէ սահմանափակել գաղափարախոսական շահերը մեկնելով։ Գազམ་ագերվիչները հայտարարեցին, որ դեղի ունեցածը ոչ միայն նկարի պատմությունն է, այլև արիթ է ժողովրդին մեջ ստեղծագործական ազատ արտահայտության իրավունքի քննարկումը ավելի լայնորեն գազարելու։ Հայտնենք, որ հուլիսին եւ այն Արցախյան մենք ենք մեր սարերը հուշարձանը պատկերող աշխատանքը վերծված էր ցուցահանդեսեն։ Դպրոցին վարչագազմը իր որոշումը հիմնավորած էր, նշելով, որ աշխատանքը չի համապատասխաներ ցուցահանդեսին նյութին։ Սակայն աղջկան ծնողները եւ շարք հասարակական գործիչներ դեղի ունեցածը նկատած էին քրակնության դրսևորում։ Եվ այն մորը համաձայն ուսուցչուհին աշխատանքեն հերանալու թիմում ներկայացուցած էր, հայտարարելով, որ չի կրնար աշխատել դպրոցի մեջ, ուր մանկական ստեղծագործությունը կնկատվի հակապետական քայլ։ Հարկելի ունգընթիրներ եւ ագընթիրներ վանացայինեն ներկայացուցինք հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Ցեզ դենս այն հաղորդավար Մարինեն եւ Ներսեսը։ Մնացեք միշտ վանացայինի ունգընթիր։